Այդ շրջանում նաև սրված էին ՀՀՇ Վանո Սիրադեղյան հարաբերությունները։ ՀՀՇ-ականները մեղադրում էին Սիրադեղյանին իշխանության հետ կապերի համար, քանի որ Վանոն աջակցել էր Քոչարյանին նախագահական ընտրություններում։ Ազգային ժողովի նախկին ՀՀՇ-ական փոխնախագահներ Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը մեղադրում էին, որ ՀՀՇ-ն դարձել է մեկ անձի կուսակցություն, ակնարկելով Վանո Սիրադեղյանին։ Արա Սահակյանին հեռացրել էին կուսակցությունից, Կարապետ Ռուբինյանին վարչությունից։ Տարիներ անց, երբ ազգային ժողովում 1998 թվականի հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանին ասում են, թե Ռոբերտ Քոչարյանին բերողներից մեկն էլ դու էիր, պատասխանում է. Մեծ գալատ եմ արել, շատ մեծ գալատ, ճակատագրական սխալ է։ Չնայած Քոչարյանի տեխնացությանն աջակցելուն Սիրադեղյանն առաջինն էր իշխանությունը հանձնած ՀՀՇ վերնախավից, որ դաժան քննադատության ենթարկեց նախագահ Քոչարյանի կառավարման 100 օրը։ Այն արատները, որ ձեռք բերեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը 4-րդ տարուց սկսած, դրվեց այս կառավարության հիմքում։ Դրանցից արատածին գլխավոր արատն է ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը, գեղչկական սենտիմենտալիզմի նոպաներով։ Սիրադեղյանը իշխանություններին մեղադրում է երկիրն ու ժողովրդին պառակտելու եւ Ղարաբաղի հարցում վտանգավոր զարգացումների համար։ Թող մնան կառավարեն, թող լուծում տան Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։ Գողանում են, վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն, կդառնան, լեգիտիմ չեն, լեգիտիմ կդառնան, փորձ չունեն, ձեռք կբերեն, աշխատատեղ չկա կստեղծեն, թանկ է կեժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցում, քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է, քանի դեռ Հայաստանը դիմանում է։ Սիրադեղյանը նաև զուգահեռ զգուշացնում էր Վազգեն Սարգսյանին, որ նրան վտանգ է սպառնում քոչարյանական թևից։ Ի վերջո գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ազգային ժողով մտավ 1999 թվականի հունվարի 25-ին Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, անձնական շահագրգռվածությունից ելնելով 93 թվականի դեկտեմբերին ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել եւ Մոսկվա քաղաքում իրականացնել հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը։ Դատախազը միջնորդությունը ներկայացրեց ներքին գործերի նախկին փոխնախարար Վահան Հարությունյանի ցուցմունքների հիման վրա։ Հովսեփյանը Սիրադեղյանին մեղադրում էր Սերժ Ջիլավյանի, Կիմ Բալայանի եւ Գուրգեն Եղիազարյանի սպանությունները նախապատրաստելու համար։ Պատասխանելով իր դեմ ուղղված մեղադրանքներին, Սիրադեղյանը հանդես եկավ ելույթով, մեղադրելով իշխանության Ղարաբաղյան թևին քաղաքական հետապնդման եւ հաշվեհարդարի համար։ Իրենք էլ գիտեն, որ դա դատական հեռանկար չունի, այլ մարտանորեն ուզում է հասկանալ ուրացողության մեխանիզմը։ Ինչու իշխանությունները որոշեցին սկսել հենց Վանո Սիրադեղյան գործչից։ Որովհետև ինձ ջարդելը մեծ էֆեկտ կունենար։ Վանո Սիրադեղյան հասկանում ես։ Իսկ վերջը սարսափեցնելու էֆեկտի մասին է խոսքը։ Կաթվածահար անեն եւ քաղաքական կյանքը եւ մարդկանց հոգեկան վիճակը։